Հիմա էլ եկել են, վայ հրահանգը տվեց, լալա հարաճ են բանը, խմբակցության ղեկավարը, երբեմնի բանը, էլի, աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարանասերժական, ես հենց այս ամբիոնից ասում եմ, դրանք փող պետք է չունենան խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իրա կռանիկներն են փակվելու։ Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասեց ոչինչ։ Երևի բան շուտ հասկացավ, որ փող չկա, հեղափոխության բանի մեջ փող չկա։ Չկա փող։ Հարմար պահը օգտագործեց, այո, Աննա Գրիգորյանի մասին եմ խոսում, հարմար պահը օգտագործեց, որտեղ կա փող, ԶՊՄԿ, կպավ ԶՊՄԿ-ին եւ Վահե Հակոբյանին։ Դարձավ աննկուն բան, հայրենասեր, աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական։ Հետո ԶՊՄԿ-ի հետ տեղի գիտեք ինչ տեղի ունեցավ, բա ոնց ալնելու սենց հիմա էլ որտեղ փող կա։ Այո, չէ, բայց չենք թողի, որ այդքան ասել եմ պետք է փող չունենան։ Անենց որ լրիվ ուրիշ բան պետք է մտածի, լրիվ ուրիշ բան պետք է մտածի։ Ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞, ես երեգիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ինչ եմ ընդեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում։ Լսի, ոչ մեկ չի ասում։ Պիացա Գրանդե։ Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է։ Ոնց։ Play City, թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար օրանժ։ Toyota Երևան, մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, էլի բանը Ռուբինյանի հետ ենք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել Toyota Երևանի մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք ա եղել, այդ վերցրել են կոպեկներով, Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ, ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընցեց, ասում է 8 տարի, ինչի է 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչի է 8 տարի հետո, 8 տարի ինչով, այս փաստերից որևէ մեկը նոր է, ինչի է 8 տարի հետո, ես եմ, բայց ինչ եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ են պատճառով, որով մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանինը և մյուսներինը, որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, և գիտեք ինչ քաղաքական նարատիվով, եսա մի շաբաթ սրան գնում են, եսա մյուս ուրբաթ սրան գնում են, եսա բան, եսա սենց արնելու, եսա ընդես դաբրոկա, և այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք եսա գալու են, եսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց 8 տարի, ինչի ես պետք է
30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ այդ օրը ասել, որ ասել եմ ժողովուրդ, տեսին պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք։ Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պետք է նստեն։ Այո, սաղունեց քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էի կանում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափը ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա են քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Դե փորձի մեկը չանի։ Բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք։ Բրծելա։ Ասում է համադրականն, ասում է դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետքա գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ եք արեք, գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ 8 տարի Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածումը ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան, սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիսանա, բայց այն եմ ասում, բանի դեպքը դրա մասին է։ Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է։ Այսինքն ինչ, մենք մեր եւ ուրիշների կաշառակեր ունենք։ Մեզ պետք չի լոյալ կաշառակեր։ Մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ եւ այդ պարտավորությունը պետքա կատարենք։ Աղվան Վարդանին ասում է Քոչարյանը լավ է կառավարել։ Հա ես վատ եմ կառավարում, որովհետեւ ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ։ Բայց ունեմ մանդատ։ Ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Մի հատ էլ ասում են, բանը, ասում են Քոչարյանի բնակարան են մուտք գործել։ Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են 54 հասցեում խուզարկություն է։ Քոչարյանը 54 բնակարան ունի։ Մեկ էլ ասում են երեխեքը, որ մեկ էլ երեխեքին, Ժորժ ջան, այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը ունի երեխեք։ Այս ինչ մոտեցում է, այսինքն ինչ է նշանակում, էլ երեխեքին բերել բան անել, դեմ անել, որ երեխեքի տիկունքում թաքնվել։ Բա քրեական գործը պետք է խուզարբախի ԱԱՑ-ն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունն պետք է աշխատի։ Բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է, պետությունը, ժողովրդի պետությունը բերանների իջնելու է։ Եվ էլ չկմեղանալու տեղ չկա։ Այո, մենք 2018 թվին
Արել ենք ոչ բռնի թավշյա հեղափոխություն ժողովուրդ եւ ասել ենք վենդետա չլինելու, ասել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխությունա։ Բա 8 տարի մեկը տեկակացի կար ընկերներ, այս թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25%-ը մնա մեզ, այն մնացածը վերադարձվի։ Մեկը եկել է տենց բան ասել։ Նայում են, հոխորտում են, չգիտեմ, գնում են հարավներում, հյուսիսներում, բաներում, դաբրոներ են նայի, նրանց էլ բանը թևերի տակն են տալիս, ասում են գնացեք, դավայ, ոչ մի խնդիր չունեք, եսա հավաքվում են, կառավարության նիստեր են անում, բան են անում, եւ այլն, եւ այլն։ Այն որ պատահական աչքովս ընկա գրելա Նարեկ Կարապետյանը, Հոպար ջան ծնունդդ շնորհավոր, այլևս Հոպար ջան, այլ պարոն վարչապետ չի։ Բան չի չեք գրե Պարոն վարչապետ ծնունդդ շնորհավոր, բան չի չեք գրե։ Բա գրի, գրի ամեն օր, ամեն օր տենցելի նկարվեք, ռիլ սարքեք, գցեք, նենց, էլի ասեք պարոն վարչապետ, մենք առաջարկում ենք ինքնիասի, այո, ես պաշտպանում եմ այդ առաջարկությունը, ու տենց ամեն օր նկարվեք, գցեք։ Ասում են մարտի մեկի գործը բացահայտված է, Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մարտի մեկի մի դրվագ չկա, որը բացահայտված չի։ Սպանությունների պահը, այդ ամեն ինչով պետք է գնաց, որ բացահայտի, պարզա, որ սպանությունների հրանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ոնց են բերել բաները ֆորմեկը, Ղարաբաղից ոնց են բերել, ոնց են օլիգարխներին տարեբաժանել, որ օլիգարխը որտեղ է ամբողջը բացահայտված է։ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը կամք չի ունեցել, որովհետև անկախ է կառավարությունից։ Մենք այդ էթիկան պահել ենք անկախ է կառավարությունից։ Եվ քանի որ կառավարությունից անկախ է, կարա օլիգարխներից նախկին ինչքան փող ասես առնի, հետաձգի։ Գագիկ Խաչատրյանի դատավարության հետ ինչ եղավ։ Դատավոր ենքան դատը ձգեց մինչև թոշակի գնաց։ Հա։ Ու համոզված եղեք միայն պետության թոշակի հույսին չի իմանա։ Ես վստահ եմ, ինչ որ մի բան ինձ հուշում է։ Ինքնայև է փաստաբանը։ Ինձ էլ ասում են Արցախը եւ արցախցիներին չեն սիրում։ Արցախը իրանց համար եղել է ընդամենը փող քերելու միջոց։ Փող քերելու միջոց։ Հայաստանում Ղարաբաղի ժողովրդին դե պատանդ են պահել, Հայաստանի ժողովրդին էստեղ են պատանդ պահել եւ թալնել են, ընտեղել են թալնել, ստեղել են թալնել։ Ընդ որում է սա ամբողջ խմբավորումը եւ նախկին ու ճիշտ են անում, որ երեսով են տալիս, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չի, ճիշտ են անում, բա, այսինքն ինչ, մենք ընդունել ենք այդ բանը, որ անկախ է դատական համակարգը, դատաիրավական համակարգն էլ անկախ է, չեմ գնացել ես ոչ մի քրեական գործի մեջ չեմ մտել, ոչ քննել եմ, ոչ ես եմ արել, ոչ են եմ արել, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, անկախ է ժողովրդից ու պետությունից էլ անկախ, այս ինչ ձև ընդհանրապես Դել այդ մյուս բաների մասին գալիս են ստեղից ասում են անիֆը, այդ բառը դուք որտեղից եք լսել։ Պետական վերահսկողական ծառայությունն է այդ հարցի վերաբերյալ իրավապահներին տվել հաղորդում։ Եվ իմիջիայլոց շատ հետաքրքիր էր։ Բանը ափսոս մի քիչ բան եղավ, շուտ եղավ հետախուզումը, որտեղ համոզված են, որ եթե մի քիչ ձգվեր, անիֆի տնօրենը այստեղ միտեղ այդ արանքներում նստած էր։ Որովհետև արդեն հայտարարել էր, որ չգիտեմ, ապիկար իշխանությունը, չգիտեմ ինչ։ Ստեղ ինչքան հասկացա, լիքը տենց մարդ կա, որ բան է։ Մարդուն ընտրել եք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եկել ասում է կենտրոնական Ասիայի քոչվոր խաշնարած Սա տգիտության ամբարտավանությունը ընդհանրապես լրիվ ուրիշ։ Մեզ էլ մեղադրում է ոչ պրոֆեսիոնալն է։ Տգիտության ամբարտավանությունը։ Այս իրանց բանն են, որ տենց
Գանես ամբիոններից խոսան, որ մենք բոլորը, ոչ մեկ, ոչ մի բան, մենք ալֆան ենք և օմեգան ենք։ Լսեք, հնարավոր չի ուրիշներին նկատմամբ անհարգալից լնելով, հարգանք ներշնչել, ընդհակառակը, դրանով ասում եմ, դա տգիտության, ամբարտավանության մասին է խոսքը։ Այսօր կենտրոնական Ասիան աշխարհում ստրատեգիական կարևորագույն կենտրոններից մեկն է։ Ընդ որում մշակութային հարուստ ժառանգությամբ։ Այդ մարդկանցից որևէ մեկը կենտրոնական Ասիայի որևէ մի թանգարանում, մի հնավայրում եղել է, թե չի եղել։ Այսօր կենտրոնական Ասիայի պետությունները յուրաքանչյուրը իրենց մոդելով, բայց հաջողակ եւ հաջողված պետություններ են։ Գիտեք տենց ինչի ասում, որովհետև կարող ասենք պարզվի կենտրոնասիական երկրների հետ, օրինակ կարող է, չգիտեմ, կոնսպիրացիա կարող է մենք է պարզվի գազի գործարք կարող է կնքենք հետները, բայց որ այս ամբիոնից տենց բանը հնչում կարա, չէ, դա նեգատիվ ազդեցություն ունենա։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հա։ Հիմա ժողովուրդ ջան, եկեք հասկանանք Ես ինչ թեմա է, քյարքի թեման։ Շատ պարզ բան է ասվում։ Ասվում է, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Եվ այս թվաբանության մեջ չեն մտնում, մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում։ Եվ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, տեն չի, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր չի։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել։ Եվ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես ասում եմ ինչի, եւ ես կռահում եմ իրանց թելած թելից։ Ես ինչ եմ արել այդ արտահայտությունը, ինչ եմ ասել քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, բոլոր։ Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Էլի եմ ասում, ոնց ինչ սցենարով կլուծվի։ Այդ բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ այն խնդիրները մենք մեր խնդիրներն ենք տենում, նույն խնդիրներն էլ Ադրբեջանն ունի։ Եվ ես ասում եմ, մենք պետք է նայենք, մենք իրար համար խնդրեմ ենք ստեղծում, թե լուծում ենք խնդիրները։ Եվ այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել։ Երբ որ զրոյացվեց, բոլոր հարցերը կլուծվեն լավագույն ձևով։ Բայց իրանք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, որովհետև իրանք եկել են շղթաները Հայաստանի ոտին կապելու, իսկ որպեսզի իրանք ուզածը գիտեք ինչ է։ Իրանք ուզածն են, որ հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Իրանց միակ առաքելությունը բոլոր նարատիվները, իրանք ես էլ եմ ասում, ես չգիտեմ ներկաներից ով է գիտակցում դա, ով չի, իրանք ունեն շատ կոնկրետ առաքելություն։ Հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ, հապկի խաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ ընդհանրապես խաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է եւ խաղապահը ժողովուրդն է, այո, այդ թվում։ Այո, Հայաստանի ժողովուրդն է եւ Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը։ Եվ որևէ օտար խաղաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու։ Եվ սա է 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը սրանով է տարբերվում։ 4-րդ հանրապետությունը չի գնում տարբեր բևեռներում աշխարհաքաղաքական իր գոյության իրավունքը մուրում։ 4-րդ հանրապետությունը ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է։ Ասում են Սփյուռքի հետ հարաբերություններում խզում ենք առաջացնում։ Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ են հարաբերությունները եւ որ Հայաստանը second hand
շոր ուղարկելու տեղ այդ հարաբերությունը ոչ միայն չկա։ Ես արգելել եմ, ասել եմ, հանկարծ որևէ պետական մարմին օգտագործած շոր, կոշիկ, չգիտեմ, ավտո կընդունի, այդ պետական մարմնի եւ իր վերադաս ամբողջ համակարգը ինձ հետ գործ ունի բոլորին աշխատանքից ազատել։ Այո, եղել է դեպքեր եկել են մաքսատանը ամիսներ, կարող է միջև մի կան։ Second hand լիքը կոշիկ, շոր, բան եւ այլն եւ այլն։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է։ Ուրիշ հարաբերություն չի լինելու։ Սփյուռքը չի կարա լինի Հայաստանի մենթոր։ Այդ բանն անցել է, գիտեք, վայ, գիտես էս ինչա։ Սա բան է, սնիկերս է։ Գիտես, ես ինձ հետ տենց դեպք եղել է։ Հա լուրջ եմ ասում, Հայաստանից պատվիրակություններ գնացել, բան էր, ես նստած մեկ էլ հերթով բան էին ասում, գիտես ես ինչա, ասում ենք հա, ասենք եսի պանիրը, ասենք ոնց որ բան ենք մենք, ասենք հա պարզա, որ մենք շատ ճգնաժամի մեջ ենք եղել, դժվար իրավիճակ տարիներով կարտոշկա ենք կերել, բայց ժողովուրդ ջան, այդ Հայաստանը վաղուց հաղթահարված է, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստանն է։ Բայց Սփյուռքի այդ հարաբերությունները մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, Սփյուռքի այդ հարաբերությունները այսօր 2 տարի Հայաստանում ներգաղթ է սկսվել։ Ինչի դժգոհ եք դրանից։ Մարդկանց հրավիրում ենք աշխատանքի եւ այդ թվում դրսից մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում բարձր պաշտոնների նշանակում, մեկ էլ ասում են, վայ, հələ տեսեք այն բառը ոնց ասեց, վայ, անգլերեն ասեց այդ բառը։ Սփյուռքի պաշտպանները հարցակվում են բաներով, տոննաներով, ֆեյքերով եւ ոչ ֆեյքերով։ Էսա Սփյուռքի հետ բանը, հարաբերությունների մասին ձեր պատկերացումը։ Պարոն Ղազարյան, եւս մեկ կոմենտ տեղից եւ ես ավելի խիստ նախազգուշացում կտամ ձեզ, զսպեք ձեզ։ Հա թող խոսա է։ Ձեզ հեշտ է, պարոն վարչապետ, ամիսի մեկ գալիս գնում եք, ամեն օր հետ եք։ Ինչ մոռացա ասեմ։ Հա։ Լավ, պարոն Սիմիդյան, լավ, դե հիմա։ Գստացեք, հարգելի գործընկերներ։ Լավ, պարոն Սիմիդյան, հանգիստ։ Լավ, մի թողեք, որ խոսամ, պարոն Ռուբինյան, կներեք, ես սխալվեցի, խիստ եղեք։ Լավ, հարգելի գործընկերներ, խոսացինք, քննարկեցինք եւ ըստ էության ասեցի այն, ինչ որ ուզում էի ասել։ Գիտեք, պատմության մասին այդ բանը, պատմության ստալինյան դիտանկյունը հենց դրա համար է։ Այդ ամեն ինչը, այդ որ տենց ասում են, պետք չի անվերապահորեն վստահել, բայց ով է անվերապահորեն վստահել, ասում են, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, ոչ մեկին, բայց դուք ասում եք, չէ, մի տեղ կա, որ պետք է անվերապահորեն վստահել, մյուսներին անվերապահորեն չվստահել։ Մենք ասում ենք, չէ, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել։ Կամ այս պատմությունը, որ ասում են պատմությունը սենց է, պատմությունը սենց է, եւ ինչ կապ ունի այդ պատմությունը այս պատմության հետ։ Իսկ կապը հետեւյալն է, մենք այսօր պետություն ենք եւ պետքա պահենք մեզ պետության նման, որովհետեւ պետությունը ուրիշ բան է, ասենք ինչպես ընդ որում ամենայն հարգանքով, դրանք տարբեր կարգավիճակներ են, ամեն կարգավիճակ ունի իր բանը, ինչպես ազգային ժողովի падգամավոր լինել եւ չլինել, կամ ուսուցիչ լինել կամ ոչ ուսուցիչ, դա որոշակի պահվածքի կոդ ունի, որոշակի էթիկա ունի։ Ասում են խես ասում սենց եւ հա ինչ են ասում։ Արարատ գյուղին ասում են դավալու, մեզ ասում են սրանք Արարատը ուրանում են։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Արարատ գյուղին ասում են դավալու, երազում են Արարատ սարի մասին, մեզ ասում են Արարատը ուրանում են։